Ինչպես նռնակն է վտանգավոր մեր ծոցագրտանում, այնպես էլ տոքսիկ մարդը մեր շրջապատում։ Տոքսիկ մարդիկ ընտրում են ոչ թե սխալների ուղում, այլ սխալների արդարացում։ Դիմացինը ընկնում է դժբախտության մեջ, ինքը նենց անթակույց հպարտությամբ արտաբերում այդ խոսքերը, սար որ ասում էի, զգում ես այս մարդու մեջ մի այսքան սրտացավություն չկա։ Ընտանիքիդ անդամներին հանել է քո դեմ, բայց երեք լավ է։ Կեսուրը տեսնում է, որ հարսը իր թե սովորող է, բնականաբար չի կարող, չէ՞, ասենք զրույցի ժամանակ հարսին նեղի իր հայացքներով, ինչ պիտի անի։ Պիտի ամուսնուն իր դեմ հանի։ Իր ամուսնուն սկսկեսարին պետք է իր դեմ հանի, բայց տեսակ ոնց էր կատաղել, իրեն պատե էր տալի, չի ասում է ինքնասադրել։ Եթե մարդը չինարենա սիրում, խոսեք իր հետ չինարենով։ Սիրում է հայերենով, սիրում է ծեծի լեզվով, մարդը ինքը ձեզ օգնում է հասկանալ, ես այս լեզուն եմ հասկանում, ձեր լեզուն չեմ հասկանում։ Երբ մարդը տեսնում է, որ մենք համաձայն ենք իր հետ, հասկանում է, որ մրցակից չունի, մրցել է կորցնում է իր իմաստը, հետաքրքրությունը։ Այո, ավելի լավ է ես համաձայնվեմ քեզանից եկած վիրավորանքին, քան մարդկանց ցույց տամ, որ ես կարող եմ իջնել քո մակարդակին։ Ճիշտ խոսքը գրպանում է, սա իմ երկրորդ գիրքն է, ինչպես խոսել տոքսիկ մարդկանց հետ, առօրյա խոսակցություններից, ընտանեկան խոսակցություններից, տնօրեն ղեկավար, հարս կեսուր, ամուսին եւ կին, ընկերներ, բոլորի հետ։